Վերջին խազը ազգային ժողովի, այսպես ասած, impeachment-ի անվստահություն հայտնելու process-ն էր, որուն ակունքներում մեջ եք նաև այսօր ինչ կգադարվի, ուր հասած է այդ գործընթացը։ 4 տարի պայքարում եք, որ մի տարով իշխանություն ձևավորեք, Բագրատ Սրբազանի դեմքով, Վազգեն Մանուկյանի դեմքով, 1 տարի իշխանություն ձևավորեք, կարգի բերեք երկրի հետ մեկտավատացում իրավական, ես ինչ իմաստով, քաղաքական իմաստով գնանք ընտրությունների։ Հիմա մենք ասում ենք, արեք ոչ թե 1 տարով, այլ 8 ամսով ձևավորենք այդ իշխանությունը։ Էդմոն Մանուկյանի դեմքով։ Հիմա Էդմոնը Մանուկյան, Նիկոլ երկրորդա թե Նիկոլ երրորդա ինչ կապ ունի։ Ինչի՞ չեք համաձայնվում այս տեսակետին։ Պարզ է թե ինչի չեք համաձայնվում։ Ինչու։ Իրավիճակը անշնչելի կդառնա այն իմաստով, որ գիրքերը արդեն թեժ էին, հիմա էլ կտեսնեք եկեղեցու թեման շատ սուր բևեռացում, այսինքն բայթում են 5 րոպե առաջ վիճակ մնե, մենք այս վիճակով ինչպես ընդրություններով պիտի երթանք եւ ինչ զարգացումներ կրնակ ակնկալել կամ սպասել։ Դու քո հատուկ ծառայություններին ուղղորդել ես, որ մտնեն մարդկանց անձնական կյանքի մեջ եւ ապացույցներ ձեռք բերեն, որ տան քեզ, որ դու դա օգտագործես, այստեղ արդեն հարց առաջանում։ Բարոյականության իմաստով դու ես ավելի բարոյական, թե այն մարդն ավելի բարոյական։ Բարև ձեզ Արևելքի հարտակով, այսօր անգեղծ զրույցը Հովիկ Աղազարյանին է դե բարի եկած եք, պարոն Աղազարյան, հիշեցնեմ, որ Հովիկ Աղազարյանը ազգային ժողովի անդամ է, նաև ՄԱՍ կուսակցության համահիմնադիր, որ խմորման փուլի մեջ է։ Պարոն Աղազարյան, վերջին խազը ազգային ժողովի, այսպես ասած, կարելի է ասել impeachment-ի անվստահություն հայտնելու process-ն էր, որուն ակունքներում մեջ եք նաև այսօր ինչ կգադարվի, ուր հասած է այդ գործընթացը։ Դե նախ ոնց սկսվեց այդ գործընթացը, բոլորս տեղյակ ենք, որ Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը դիմել էին բոլոր պատգամավորներին, որովհետեւ պատգամավորները ծանրաթեթև անեն կշռեն եւ գնահատական տանեն հանգամանքին, որ կառավարությունը փաստորեն, ասենք, չի կատարել իր ծրագիրը, մեծամասամբ չի կատարել, ոչ թե ինչ-որ մի քանի տոկոս չի կատարել եւ հետեւաբար պատգամավորները պարտավոր են սահմանադրությամբ նախատեսված իրենց կարգավիճակը, իրենց գործառույթները օգտագործել եւ անվստահություն հայտնել կառավարության ղեկավարին, ասիկա աշխատողին փոխել, աշխատողը լավ չի կատարել իրենց կողմից տված հանրարարությունները եւ փոխել պարլամենտական համակարգին հարիր գործելավոճ։ Դե ինչպես նաեւ երևի տեղյակ եք, պարոն Ասլանյանը, Հակոբ Ասլանյանը եւ ես հեռացվել ենք քաղաքացիական պայմանագրի խմբակցությունից եւ հանդես են գալիս առանձին։ Impeachment-ի գործընթացը, որովհետեւ մտնի օրակարգ, անհրաժեշտ է 36 ստորագրություն պատգամավորի։ Հայաստան դաշինքը եւ Պատիվունիմ դաշինքը մեկը մյուսի հետևից հայտարարեցին, որ իրենք չեն նախաձեռնելու, իրենք տեխնատություն են, բայց պատրաստ են միանալ որևէ տեխնատուի, եթե լինեն։ Եվ հետեւաբար ստեղծեց իրավիճակ, որ մենք կարող ենք նախաձեռնել եւ քանի որ մենք ես կատակով շատ ժամանակ ասում եմ, որ իշխանությունը ոչ թե ԿՊ խմբակցությունն է, այլ իշխանությունը պարոն Ասլանյանը եւ ես եմ, մենք ենք իշխանությունը, որովհետեւ մենք ենք հաստատել կառավարության ծրագիրը ժամանակին, բոլորս միասին, հետո կառավարությունը շեղվել այդ ծրագրից եւ ԿՊ-ն էլ շեղվել այդ ծրագրից, մենք չենք շեղվել հեղափոխական ծրագրից, հեղափոխական արժեքներից մենք չենք շեղվել, մենք նույն դիրքերի վրա ենք, իրանք են շեղվել։ Հետեւաբար, այո, մենք գտնենք, որ պետք է մեր աշխատողին փոխենք, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի ու հանդես եկանք նախաձեռնությամբ, ասեցինք, որ մենք այդ գործընթացը սկսում ենք եւ 10 օր հետո կհայտարարենք վարչապետի տեխնատուի անունը, հույս ունենալով, որ կլինեն նաեւ մարդիկ, որոնք իրենց կառաջադրեն եւ մենք քննարկենք։ Եղան այդպիսի դեպքեր, եղավ, որ մենք առաջարկեցինք իրենց մտածել եւ կանգ առանք այդ քննարկումների արդյունքում պարոն Մանուկյանի տեխնատության վրա։ Բայց հիմա այդ գործընթացը փակված չի, ուղղակի դեռ ընդդիմադիր մեր գործընկերները գտնում են, որ հələ չեն միանալու այդ նախաձեռնությանը, համարելով, որ Էդմոն Մանուկյանը դա Նիկոլով փոխելն է։ Պարոն Աղազարյան, մենք նաև նկատեցինք, որ դուք այսպես ասած ճագերդով դոշ տվիք ԿԲ-ին իշխող կուսակցության, դարագործություններ, դարացայնություններ եւ սակայն նույն ինտիմատիվ դաշտը չողջունեց ծեր ներկայությունը։ Մինչեւ հիմա էլ, այսինքն
գարձեք թե իրենք զգուշավոր են, ինչ է գաղտնիքը։ Եթե ընդհանուր գործի մեջ ծեր ներգրավումը դրական պիտի լա, ասենք ինտիմության համար, որոնց գլխավոր նպատակը իշխանապողությունն է, ինչու այս վերաբահությունը ծեր անձին, նաև ծեր գործընկերոջ Հակոբ Ասլանյանին ճիշտ կնշեմ, չէ՞, այդպես է իրավիճակը։ Հա, իհարկե ճիշտ է նշում։ Նախ ընդհանրապես բավականին դժվար է, երբ որ մի թիմի հետ ճանապարհ ես անցնում, երկար ժամանակ ճանապարհ ես անցնում ու հանգամանքների բերումով ասենք թե բաժանվում ես։ Դա ինքնին բնական process է, բնական գործընթաց է։ Ամեն տեղը կարող է պատահի, նույն Նիկոլ Փաշինյանը ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ է երկար ժամանակ ճանապարհ անցել, հետո դուրս է եկել։ Որևէ մեկի գերին չի։ Առավել ևս, երբ որ հարցը հասնում արդեն գաղափարական տարաձայնություններին։ Հիմա եթե հարցեր տակ, ասենք այդ թեմայի վրա ես խոսեմ, փաստորեն վարչապետի հետ մեր տարաձայնությունները եղավ գաղափարական, որը բերեց, ասենք եւ այն ժամանակ, երբ ես քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ էի, որոշ անդամ եմ եղել, ես երբեք թույլ չեմ տվել հրապարակավ քննադատական խոսքեր ասել մեր թիմի հետ կապված այս կամ այն դիրքորոշման իմաստով։ Այսինքն ինչ որ եղել է ժողովի մեջ, սենյակի մեջ։ Ժողովների մեջ ես շատ բան եմ եղել, շատ ակտիվ եմ եղել եւ իմ խոսքը ասել եմ։ Շնորհակալ եմ եղել, որ հնարավորություն ա եղել իմ համար այդպեսին լինելու, արտահայտելու։ Բայց այդուհանդերձ այդ թեմայա թե մենք ինչու ենք բաժանվել, հիմա այսպես թե այնպես դու ընկալվում ես որպես բան, ասենք, ոչ, ասենք 100%։ Սևակրավ, ասենք, վիրավորական գլա։ Չէ, վիրավորական չի, սպիտակագրավ։ Ոչ, բան, չես ընկալվում 100% դիմություն, այսօր հսկայական զանգված կա մեր ժողովրդի մեջ, որ ասում է, որ էսի բանը Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, սա Աղազարնովիկը Նիկոլ Փաշինյանի հետ այնքան մոտիկ է, որ չասած, էսի ծրագիր է եւ ծրագիրը իրականացնում է։ Սա կարևոր չի։ Երբեք ես դավադրությունների տեսության մեջ չեմ մտնում։ Այո, դուք շատ ճիշտ հարցադրում արեցիք, չէ՞ որ ընդդիմադիր ուժերը ուզում էին իշխանափոխություն անեին, որովհետև գտնում են, որ վարչապետը ճիշտ ճանապարհով չի տանում երկրի կառավարման մերմ ասած, իրենց կողմին, իհարկե, այո։ Բայց շատ լավ։ 4 տարի պայքարում եք, որ մի տարով իշխանություն ձևավորեք Բագրատ Սրբազանի դեմքով, Վազգեն Մանուկյանի դեմքով, կամ մեկ այլ մեկի դեմքով 1 տարի իշխանություն ձևավորեք, կարգի բերեք երկրի հետ 1 տարվա ընթացքում իրավական, ես ինչ իմաստով, քաղաքական իմաստով գնանք ընտրությունների։ Հիմա մենք ասում ենք, արեք ոչ թե 1 տարով, այլ 8 ամսով ձևավորենք այդ իշխանությունը։ Էդմոն Մանուկյանի դեմքով Նիկոլ Փաշինյանը կզրկվի վարչական ռեսուրսներից, մի քիչ կհանգստանա, հոգնելա եւ հանդես կգա 26 թվականի ընտրություններին իր ծրագրով։ Դրոշը կփոխի, զինանշանը կփոխի, ժողովրդին կառաջարկի, շահանadrությունը կուղարկի, Ալիևը վիզա կդնի, նոր կդնի հանդիպի։ Ինչ այդ երկիրը կհանգստանա քիչ։ Այո, երկիրը մի քիչ կհանգստանա, Նիկոլ Փաշինյանը իր ծրագրով հանդես կգա, Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանը հանդես գան իրենց ծրագրով, կասեն սիրելի ժողովուրդ, եթե դուք մեզ ընտրեք, դե Արցախի մասին չեն խոսում, դա 2-3 օրվա հարց է, մենք այդ հալանք հարցով, բանով, բանով գանք, ասես միացնենք Հայաստանին։ Դաշնակցություն Ռոբերտ Քոչարյանը թույլ ծրագիր է ներկայացնի ժողովրդին։ Սերժ Սարգսյանը իր ծրագիրը ներկայացնի ժողովրդին, մենք էլ ասենք, մենք էլ εμείς ուժերով մեր ծրագիրը կներկայացնենք եւ 7 ամիս, 8 ամիս հետո կընտրվենք։ Հիմա Էդմոնը Մարուկյան, Նիկոլ երկրորդա թե Նիկոլ երրորդա ինչ կապ ունի։ Ինչի՞ չեք համաձայնվում այս տեսակետին։ Պարզ է թե ինչի՞ չեք համաձայնվում։ Ինչու։ Որովհետեւ դուք ուզում եք այդ իշխանությունը օգտագործեք մի տարվա, իշխանությունը օգտագործեք, հետ բերեք հին եւ բարի ժամանակները շագերտների մեջ ու ձեր ստիլով եւ ոճով անցկացնեք ընտրություններ տոտալ կեղծիքների ոճով ինչպես որ եղել է 95 թվականից սկսած Հիմա այս ոճով եթե երթանք շատ աղոտ է պատկերը 2026-ի ընտրություններուն այսինքն եթե նույն այդ խաղաոճը հանգիստ ձևով վերադատրվի, այսինքն նախկին ներկա պայքարը Փաշինյանը առաջադար կդառնա, համաձայն եք դες։ Ոչ, համաձայն։ Ինչ կգնալեք դուք, ինչպես կբادرացնեք գալիք ընտրությունները։ Հիմա նախ իրապես Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նժարի մի կողմում Փաշինյան քաղաքացիական պայմանագիր Եվրո քվե մի կողմում։ Իրար հավասարակշռում են իրանք։ Մեկի գոյության պայմանավորված է մյուսի գոյությունը։ Այսինքն իրար սնում են։ Ոչ թե սնում են, այլ ասենք ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը իրանցից ներկայացնում է բան հրեշների կերպար եւ կոտորում այդ 7 տարի, 8 տարի կոտորում առաջի հասցնում ըստ իրան նոր հրեշներ են ծնվում
իդեմս Ռոբերտ Քոչարյանի տղայի, հիմա նաև եկեղեցին գլուխ բարձրացնում, պետք է դանել, մորթել, գլխատել։ Խոսենք եկեղեցի մասին։ Ասենք իրար հավասարակշռում են ինչ-որ իմաստով։ Իրանց էլ չեն կապնում, շատ ուժեղ չեն կապնում, իշխանությունները Ռոբերտ Քոչարյանը չեն ցավացնում, ուղղակի չեն ցավացնում, գծմտում են դեպի այդքան էլ բան չի, եւ իրանք էլ մնում են իրաց դիրքերի վրա։ Բայց այսօր քաղաքական ժողովուրդը չէ որ ինքը իր մեջ անալիզ անում, այդ ամեն ինչը մարսում է, մտածում է եւ այլ։ Եթե մենք իմ նման քաղաքական կներեք անամեստության համար գործիչները, եթե ակտիվ պայքար չսկսեն, ապա շատ հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, որ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանը։ Դուք կողմ եք այդ Ես դեմ եմ դրան։ դեմ եք։ Եվ հիմա որ դեմ ենք, ինչ ենք առաջարկում մենք։ Արդեն ես երեք եմ պաշտոնապես հայտարարել այդ մասին, հիմա օգտվելով առիթից նույնիսկ պաշտոնապես այդ մասին կհայտարարեմ, քանի որ ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, մեզ ընդդիմադիրները մի քիչ բանով են նայում, վերապահումով են նայում։ Չեն ուզում են հերու մնալ։ Ոչինչ, մենք խնդիր չունենք, մենք գաղափարը գտանք, թող այդ գաղափարը, եթե իրենք գտնում են ճիշտ է, թող իրենք կյանքի կոչեն։ Գաղափարը հետևյալն է։ Այս սեղանը քաղաքական դաշտն է, այս կլու սեղանը քաղաքական դաշտն է։ Այս մի սեգմենտը զբաղեցրել է Նիկոլ Փաշինյանը, այս մի սեգմենտը մի քիչ փոքր զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյան, առանցքը։ Այս հսկայական սեպաձև հատվածը քաղաքականապես անտեր է։ Ոչ նրանց ազգում, ոչ նրանց ազգում ու չկա, ասենք խմորուղուշ, դիզեր եւ այլ կուսակցություն, որպեսզի այս սեգմենտը բանանի եւ այս սեպի առաջ մղի, որ սանց էլի մի քիչ դուրս մղի։ Ուրեմն պետք է այնպեսի գաղափար, որ այդ գաղափարի շուրջ հավաքվեն նոր ուժեր, հա։ Նոր ուժեր, չէ, այդ ուժերը ինչ որ կան այդտեղ։ Գաղափար որ բանալն է, ժողովուրդը այդ գաղափարին վստահի։ Որն է այդ գաղափարը։ Այս սեգմենտում կան ուժեր, որոնք արևմտամետ են, կան ուժեր, որոնք բանան ռուսամետ են, կան ուժեր, որոնք տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից են, մասնավորապես ես։ Բայց բոլորն էլ գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բոլորն էլ գտնում են, որ հները չպետք է վերարտադրվեն։ Ուրեմն մենք մոռանում ենք մեր տարաձայնությունները, համախմբվում ենք այդ գաղափարի շուրջ, ստեղծում ենք քաղաքական միավորում անուններ սեպ եւ հետապնդում է մի նպատակ այդ քաղաքական միավորումը։ Լևոնտ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից թույլ չտալ վերարտադրվի, նա թույլ չտա, որպեսզի վերարտադրվեն նորից հները։ Մեկ տարով 26 թվականի ընտրությունների արդյունքում իշխանությունը ձևավորվում է 1 տարով։ Եվ այն մարդը, որ պիտի լինի վարչապետը լինելու 1 տարով եւ դրանից հետո չի զբաղեցնելու որևէ բարձր պետական պաշտոն։ Մի տարի հետո հեռանալու է։ Լուրջ պետական ասես կոչված կառույցների ղեկավարներին բաշխվում է համաչափորեն, որպեսզի որևէ մեկը հանգարց չկարողանա այդ 1 տարվա ընթացքում փորձի նույնիսկ ուզուրպացնել իշխանությունը։ Հաջողվում է հեռացնել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ նեղացնել իրենց սեգմենտը եւ նույնն քաղաքացիական պայմանագրի դե չեն կարող զորո դարձնենք, նեղացնել սեգմենտը եւ այդ խնդիրը լուծել։ Արդեն ուրեմն հաջորդ 27 թվականին բոլորը ներկայանում են, արդեն այս մեջի ուժերը ներկայանում են յուրաքանչյուրը իր ծրագրով կամ խմբավորումներ են առաջանում, ներկայանում են իրենց ծրագրերով եւ գնում են նոր ընտրությունների։ Այս կամ սրա նման գաղափար պետք է լինի, որ Չարիած փոքրակույնն է ծեր գարձիկով։ Այո, որովհետև հնարավոր չի հիմա, չկա հող, չկա, որ ծնվի մի հատ դիզեր, որը քաշային կարգով կարողանա Նիկոլ Փաշինյանին հակակշռի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իշխանել որ դեմ է, իշխանել որ ինչ է, ինքը բանը ունի այդ հատկությունները, մարդկանց հետ խոսելու, կիսվելու, գաղափարները տարածելու, նույնիսկ ամենահիմար գաղափարներ տարածելու, ամենահիմար գաղափարներից մեկը օրինակ համար, բանը իրական Հայաստանի գաղափարն է, այդ որ առավոտը սուրճ խմելուց ասում է իրական Հայաստան, ցերեկը սուրճ խմելուց ասում է իրական հացուտելուց իրական Հայաստան, երեկոյան ընթրիքի ժամանակ ասում է իրական Հայաստան, բայց ով է դրան դեմ։ Ոսկե ասի արևը պետք է դուրս գա արևելքից, մայր մտնի արևմուտքում։ Բոլորը հասկանալի են, բայց երբ որ ինքը դա ասում է, եւ մարդիկ մտածում են թե ինչ հանճարեղ բան է ասել, արդեն ինքը Սարդարապատում հաջորդ միտքն է ասում։ Մենք գտել ենք մեր հայրենիքը։ Այսինքն կասկածի տակ է դրում, որ մենք հայրենիք ենք ունեցել։ Մենք հայրենիք չենք ունեցել, մենք գտել ենք մեր հայրենիքը։ Վերջերս մի փոքր շեղեց։
Մեր հայրենիքի մի մասը կորցնելով, Արցախը կորցնելով, ստեղծեցինք պետականություն։ Մենք պետականություն ունենք, պարոն Փաշինյան։ Մենք հայրենիք էլ ունենք եւ հայրենիք էլ ունենք։ Մենք մեր մեծ հայրենիքի մի հատվածի վրա, փոքր հատվածի վրա ստեղծենք պետություն, սիրենք, փայփայենք այդ պետությունը ուժեղացնենք։ Այստեղ արդեն համաձայն ենք։ Բայց երբ որ դուք ասում եք, մենք գտել ենք մեր հայրենիքը, դա շատ վտանգավոր եզրույթ է Ալիևի նարատիվներն է, Ալիևն է, չէ՞ ասում ես, դուք եկել եք այստեղ ապրում եք, բերես, ձեր հողը չի, դուք արևմտյան Հայաստանում եք, գնացեք ձեր հայրենիքն դե է, если ձեր հայրենիքը չի, ես մեր հայրենիքն է, ու փաստորեն այդ ջրաղացին ջուր է լցնում։ Հիմա հոգնել է այդ մարդը, մի կողմից, մյուս կողմից էլ անցել է ավտորիտար ղեկավարման համակարգի, ավտորիտար ղեկավարման համակարգի անցել, բայց բոլոր դեպքերում մարդա, չէ՞ ինքը, կարա չէ՞ սխալ թույլ տա, երկու հարցում կարա սխալ թույլ տա, ես չեմ ասում միտումնա որ անում, բայց կարա սխալ թույլ տա, եւ այս սխալը լինի ճակատագրական։ Այս հավանական սխալներից մեկը փախստականների վերադարձի, այսպես մասին համաձայնության գալն է, որը բավական ըստ ցեզի վտանգավոր է։ Դա Հայաստանի վերջն է։ Տեսեք, համ վերջի սկիզբը։ Հա, դանդաղ կմահանանք։ Մի 30 տարվա մեջ, ոսո Նախճիվանի հետ եղավ։ Տեսեք, ինքը ինչ է ասում, վարչապետը ինչ է ասում, բան կեսվածքով, խորին ներքին համոզվածություն, ճառագում է աչքերից։ Հայաստանում չի լինելու արևմտյան Ադրբեջան։ Հələ քիչ եմ ատել հայհոյի Ալիևին, այս հավեսին տեսքով ասում էլի, Հայաստանում չի լինելու արևմտյան Ադրբեջան։ Ու մի վայրկյան հետո ասում է հա, կամ ինքն ասում, կամ Ալեն Սիմոնյանն ասում, տարբերություն չկա։ Հա, փախստականները թող գան ապրեն։ Ինչ է եղել, մենք վայրենի չենք։ Բայց այդ արևմտյան Ադրբեջանի գաղափարն է, էլի, սահմենը, փախստականները եկան ապրեն արևմտյան Հայաստանի, ասենք իբրև ժխտում է, Ատեսյանից դուռը բաց է պահում, որովհետև իր համար խաղաղության պայմանագիր փաստաթղթի ստորագրումը դարձել է իդեա ֆիքս։ Ինքը համաձայն է նույնիսկ մի քիչ գրոտեսկ եմ անում, էլի կներեք, ինքը համաձայն է նույնիսկ խաղաղության պայմանագիրը կնքել Հայաստանի կեսի կորուստով։ Այդքան։ Գիտեք, պարոն Աղազարյան, այս բոլորը մեկ կողմ, բայց Երևանի իրավիճակը անշնչելի կդառնա այն իմաստով, որ գիրքերը արդեն թեժ էին, հիմա էլ կտեսնեք եկեղեցու թեման շատ սուր բևեռացում, այսինքն բայթումեն 5 րոպե առաջ վիճակ մնե, մենք այս վիճակով ինչպես ընտրություններով պիտի երթանք եւ ինչ զարգացումներ կրնակ ակնկալել կամ սպասել։ Ես պետք է ասեմ, ես ոչ թե ասեմ, ոչ թե բանը գլուխ գովալու համար կամ բանալու համար, որպեսզի հասկանալի լինեմ։ Ես նախ ասեմ, որ ես աթեիստ չեմ։ Ես հավատացյալ չեմ։ Ես քրիստոնյա եմ, որովհետև կրում եմ այդ արժե համակարգը եւ գտնում եմ քրիստոնյա լինելը դա հայ լինելու մի կարևորագույն բաղկացուցիչ, ասենք, մասն է։ Ես եկեղեցականների, եկեղեցու հետ այդ բանի բարք ու վարքի հետ կապված ունեմ իմ վերաբերմունքը, բայց դա իմ անձնական վերաբերմունքն է։ Հիմա ինչ վերաբերում է այն որ տեղի ունեցավ, ես հետևել եմ իհարկե եւ պետք է ասեմ, որ ի պատիվ մեր հոգեվոր հայրերի, սրբերի եւ այլ իրենք իրենց պահում են բարձր մակարդակի վրա եւ ոչ մի սարսափելի զարգացումներ չի լինի, չի կարող լինի։ Հիմա իսկ նպատակը ինչ էր, ինչու այս գիտենք որ դարագործությունը հին է բարոն վարչապետին եւ ամենայն հայոցի միջև եւ մենք այդ մեկը նկատեցինք, գիտեք այդ շարժում մգար նոր Հայաստան, նոր Հայրապետ նույնիսկ այդ օրերուն, բայց վարչապետը այդ օրերուն բահբանեց եկեղեցին անուղագի կերպ, այսօր ինք քրոհի անցած է, ինչ է խորքային նպատակը ձեր կարծիքով եւ գիտեք ի վերջո ով որալ հաղթե այս պայքարի մեջ ճագերտով, բոլորս բարդված ենք։ Համաձայն եմ, բայց նախ ասեմ նպատակը որն է, ես էլ իմ անհանգստությունների շրջանակներով եմ պայմանավորում իմ բացատրությունը։ Ես կարծում եմ, որ ինքը առաջիկայում կարող է պատահի շատ սարսափելի փաստաթղթեր ստորագրի, ինչպես ես նշեցի, փախստականներ եւ այլ, եւ այսպես ինքը շեղում է հասարակության այն շրջանակների ուշադրությունը, ասենք շեղում է, որ էդի այսպես կոչված անցավ աննկատ անի շատ մեծ բան չբարձրացնի։ Էդի իմ կարծիքով նպատակներից մեկը կարող է դա լինել։ Բայց հիմա նպատակներից էլ վերանանք։ Եկեղեցին ինքը իրաց ներկայացնում է մի ինքնուրույն միավոր, որը բաղկացած է այդ ամեն ինչը, բաղկացած է իր սպասավորները
սրբերը, հայրերը եւ այլ մարդիկ են, չէ՞, այո, մարդիկ են, որոնք նաեւ քաղաքացի են Հայաստանի Հանրապետության։ Եվ եթե քաղաքացիները թույլ են տվել օրինազանցություն, ապա օրենքով սահմանված կարգով դու կարող ես իրենց պատասխանատվության ենթարկես։ Որևէ եկեղեցական կարող է պատահի նաև, ասենք, բանը, սեռական բնույթի ինչ-որ բան թույլ տվել իրան։ Հիմա ես այդ օրենքները լավ չգիտեմ, ես ինչքան որ հասկանում եմ, հալավոր դատապարտելի բան չեմ գտել բոլոր դեպքերում։ Բայց ես ասեմ, թե թույլ է տվել ինչ-որ բան։ Դու քո հատուկ ծառայություններին ուղղորդել ես, որ մտնեն մարդկանց անձնական կյանքի մեջ եւ ապացույցներ ձեռք բերեն, որ տան քեզ, որ դու դա օգտագործես, այստեղ արդեն հարց առաջանում բարոյականության իմաստով։ Դու ես ավելի բարոյական, թե այն մարդն ավելի բարոյական։ Եվ եթե ինչ-որ մեկը սայթակել, ապա իր այսպես կոչված կոնկրետ եկեղեցու դեպքում եթե իրանց բաներն խախտել, պոստուլատներն խախտել, իրանց գործն է։ Դու այդ գործին մի գնա։ Դու այդ գործին դա դու իրավունք չունես, դա անմարդկային է, դա հանցագործություն է մարդկայնության դեմ, դա ուղղակի անթույլատրել է։ Իսկ խորքային բաժարը ինչ է այսքան լարում ամենայն հայոցին դեմ, այսինքն ինչ է բաժարը ծեր գարձիկով։ Ես այդ եմ ասում, հիմնական պատճառը ես համարում եմ այն, որ ուշադրություն շեղի, երկրորդ պատճառը կարող է լինի այն, որ նոր թիրախար ստեղծում ընտրություններում ժողովրդից, ես անգամ չգիտեմ, պլատինե մանդատ ստանալու համար, որպեսզի եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի որդուն, մի հատ եկեղեցական, ասենք այն եկեղեցականներին, որոնք ըստ իրեն արատովորում են, փաստում են եկեղեցու պատիվը, նրանց դեմ իր կռիվը շարունակելու համար։ Թիրախներ է ստեղծում, որ կարողանա, ասենք, հասարակ ժողովրդին տրամադրությունների վրա ազդի։ Իսկ այսօր թիմած գրնալ այս արշավը հագարակ ընթացք դա եւ բումերենգի նման հարված է Փաշինյանին, որովհետեւ այդ օրը կգարտայի թե բոլորը կսպասեն, շատերը կսպասեն վեապարի գոչին, թե փողոցի չեք, բայկարի եւ այլն Փամը որ չեմ գիտեր ինչ հետևանք կա։ Ես որքան որ դեմ եմ, որ պետությունը խառնվի եկեղեցու գործերին, նույնքան էլ դեմ եմ, որ եկեղեցին խառնվի քաղաքական։ Այսինքն գրոնաբեդության շանս չունենք։ Հա, չէ, ես դրանն եմ դեմ իհարկե։ Այստեղ նաև մի հատ ուրիշ պատճառ կարող է հանդես առաջացած լինել, որը ջղայնացրել է վարչապետին, դա այնա, որ եկեղեցին փաստորեն իր բոլոր հնարավորություններով եւ ուժերով սատարականում Արցախի ժողովրդին։ Իրենց իրավունքների, այսպես կոչված, կյանքի կոչելու, տեր կանգնելու իմաստով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը չի զբաղվելու Արցախի հարցով չի զբաղվելու։ Այո, Արցախի թեման գխանկարե Ադրբեջանի հետ բանակցություններով ինքը իրենց, այսինքն ես անկեղծորեն ասած, այստեղ իր հետ համաձայն եմ։ Իմ անձնական կարծիքն է, որ ինքը ճիշտ է։ Բայց մգա։ Ինքը իրավունք չունի եկեղեցուն արգելի։ Ինքը ուզում է եկեղեցուն արգելի, եկեղեցին զբաղվի, որովհետև ազդակներ է գալիս Ադրբեջանի հոգևոր շրջանակներից, որ ես ոնց է, ձևեր եք թափում, ձեր եք խառնում, մի բան ասում, ես մի բան ասում, ես իրան թե ձեզ դեր եք, պայմանավորված եք, դե ինքն էլ վարչապետն էլ ուզում է այդ բանը չլինի, եւ հենց նոր են հանգամանքը, որ մենք խոսում ենք, որ ամբողջ իշխանությունը կենտրոնացված լինի իր ձեռը, նույնիսկ հոգևոր իշխանությունը կենտրոնացված լինի իր ձեռը, որ որևէ մեկը մանևրել իրավունք չունի։ Այնինչ եկեղեցին անկախ է պետությունից եւ եկեղեցին լիարժեք իրավունք ունի եւ պետք է ունենա Արցախի ժողովրդի, մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության գործում իր դերակատարություն ունենալ։ Եվ հիմա թե ինչ կասի Ալիևը, թե ինչ կասի Ադրբեջանի ժողովրդի հոգևոր այս կամ այն առաջնորդը, դա արդեն երկրորդական հարց է։ Այս հանգամանքն կարող է լինի, որ վարչապետին կարող է թվա, թե եկեղեցին խանգարում է իրեն տարածաշրջանում խաղաղություն ստեղծելու։ Եվ ես ասեմ դες, որ աշխարհում չկա մեկը, որ պատերազմ ուզենա։ Բոլորը խաղաղություն են ուզում։ Նույն Հիտլերը շատ խաղաղասեր մարդ է եղել։ Ինքը ուզեցել է Եվրոպայում 2-3 միլիոն մարդ կոտորի, հрьяաներին վերացնի, Ռուսաստանում մի քիչ մարդկանց կոտորի, մի 20 միլիոն, 30 միլիոն մարդ կոտորի աշխարհում ու խաղաղություն ստեղծի։ Նույն Ալիևը եւ Ադրբեջանը եւ Էրդողանը իրանք են ուզում խաղաղություն ստեղծեն։ Իրանք խաղաղասեր ժողովուրդ են։ Իրանք ծև են։ Իրանք ուզում են խաղաղություն ստեղծեն ոնց։ Հայ ժողովրդին ստեղից տեղահանեն ու խաղաղ ապրեն։ Չմորթեն, ասենք, քանի որ իրանք խաղաղասեր մարդիկ են, չմորթեն, տեղահանեն եւ տարածաշրջանում խաղաղություն ստեղծեն։
Նիկոլ Փաշինյանն ասում է, եկեք այս թուղթը ստորագրենք եւ խաղաղություն ստեղծենք։ Բոլոր մյուս խաղաղության ձևերը ավելի առարկայական են, քան վարչապետի խաղաղության ձևը, որովհետեւ եթե աշխարհում կա մի հոգի մարդ, որ մտածում է, թե Հայաստանը պատերազմական նկարտումներ ունի Ադրբեջանի կամ Թուրքիայի նկատմամբ, այդ մարդը խեղկատակ միամիտ է։ Այդ խաբարը ուզում է Մակրոնը լինի, ուզում է Տրամպը լինի, ուզում է Պուտինը լինի, եթե կասի, չէ, գիտես ինչ կա, Նիկոլ ջան։ Նկարդումներ, դուք աչք ունիք։ Այո, դուք աչք ունիք, բան, դուք բան եք անում, Էրդողանը էս խեղճացած դες կանտոնում, մենք բոլոր դեպքերում վախենում ենք, դուք կարող եք պատահի հարձակվեք մեր վրա հանգարցակի, ասիկ իրենք կամ իրանք խեղկատակ են, կամ դիմացինին խեղկատակի տեղ են դնում։ Ուրեմն աղբեր ջան, ապրես, այդքան պայքարեցի խաղաղության ամբողջ աշխարհում, եթե մի Մոզամբիկի մի գյուղում կար մի հատ Եղջուկ, որ չգիտեր, որ մենք խաղաղություն ենք ուզում, էդ էլ իմացավ։ Հիմա հանգիստ նստի տեղը ոնց որ դες ասում։ Կստորագրեն, չեն ստորագրի, ջանդամից դյորեն ստորագրեն։ Դուք երկրի ղեկավարությունը իրականացրու, խոհպետությունը զարգացրու։ Մի մորնակ որ խաղաղության որևէ թուղթ ինեբաստ իշխանության պիտի լա, Վարոն Աղազարյան։ Այսինքն դե բայկար գա իշխանությունը բահելու, չէ, ի վերջո։ Դե հա, վարչապետին թվում է, թե եթե ինքը խաղաղության պայմանագիր փաստաթուղթը ստորագրել Ալիևին, ապա ինքը դա հաղթաթուղթ կլինի իր համար, այո, առաջիկա փուլի համար։ Այո։ Այն բարակա, ես նաև հետաքրական եմ իմանալ, թե ինտիմատիր Թաշտին վերաբերյալ ինչ կարծիք ունիք։ Սարգսյան, Քոչարյան այս վերջին օրերու լարվածությունը նախքան եկեղեցու թեմային մենք նկատեցինք տարբեր տոնայնություններով, նաև բացեի բաց համացանցով իրար հանդեպ այս ներքին բայկարը իրական բայկար է, թե կգարձեք վերջին ժամուն, երբ այսպես զանգը հնչե բոլորը նույն հարթակի վրա գլան երկու նախագահները։ Այո, ես կարծում եմ, որ երբ որ զանգը հնչի, կլինեն բոլորը նույն հարթակի վրա։ Ես այդ համոզմունքը ունեմ։ Ինչու՞։ Որովհետև իրանց շահերը համընկնում է։ Իրանց շահերի համընկնման հատույթը շատ ավելի մեծ է, քան ուրիշ ցանկացած երկու քաղաքական ուժի։ Հետևաբար, երբ որ պահագա, իրանք հանդես գան ընդհանուր ճակատով։ Ես մինչև այս նշած վերջի դեպքերը միշտ մտածել եմ, որ իրանք շատ լավ հարաբերությունների մեջ են իրար հետ, այդ ամեն ինչը ցուցադրական է կամ ինչ-որ մի հատ հակասական բան ա եղել, մարդիկ իրար նկատմամբ որոշակի ասելիք ունեն, պահանջելիք ունեն։ Բայց ես այդ տեսակետն եմ, որ եթե պահագա, իրանք կլինեն նույն բանում, նույն դաշտում կլինեն։ Իսկ այս բոլորով անտերց ինտիմությունը այս ընթացքով ինչ որ շանսեր ունի դարձյալ ազգային ժողովի մեջ դիրական ներկայություն դառնալու, որովհետև շատ կխոսվի այն մասին, որ նույնիսկ Փաշինյանի եթե հաղթանակ դանի, պարոն Աղազարյան, պիտի չունենա այն բավարար մանդատը հանգիստ ձևով կառավարություն կազմելու։ Սա ոչ միայն խոսույթ է, այլ նաև որոշակի դեղեցություններ, վերլուծումներ, Ինչ անշարժով հանգիստ ձևով կառավարություն։ Այսինքն մեծամասնության լուրջ խնդիր պիտի ունենա։ Մեծամասնություն։ Եթե մեծամասնություն չեղավ, չի ձևավորվի կառավարությունը։ Պետք է ինչ որ ուժի հետ համատաշնակցի, որ կառավարություն կազմի այդ իմաստով։ Ուրեմն ես կարծում եմ, որ իմպիչմենտի գործընթացը, որ մենք նախաձեռնել ենք, Ետ վերադարձան կսկիզբի։ Այո, պետք է հենց Փաշինյանը ինքը նույնպես գտնի, որ դա ճիշտ գործընթաց է։ Եվ սադարի, այո, որովհետև ռեստարտի ժամանակն է։ Հանում մեր երկրին։ Հանում մեր երկրին, ռեստարտի ժամանակն է։ Ինքն էլ գնա, օրինակ ես ինչ եմ ասում, պարոն Ասլանյանն ինչ ասում, մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրան սպառել է, որպես բարոյապես, քաղաքականապես, ֆիզիկապես, հոգեպես, սոցիալապես իրեն սպառել է։ Այդ մեր տեսակետն է, որը կարող է սխալ լինի։ Քաղաքացիական պայմանագրի մեր նախին գործընկերները կարող ասեն, պարոն Աղազարյան, չի սպառել, ուղղակի մարդ է, հոգնել է։ Դե ես ասում եմ, դե որ հոգնել է, արեք 8 ամսով ընտրենք վարչապետ Էդմոն Մարուկյանին, այդ բանակցային պրոցեսները կսառի, Էդմոն Մարուկյանը կգնա կասի Ալիև ջան, բահլաբետ ծանոթանանք, նրանք ինչ թղթերը եւ այլն։ Այն մեկն մի բան կասի, մի քիչ գծենք։ Վարչապետը կհանգստանա 4 ամիս, 4 ամիս հետո կգա արդեն 26 թվականի ընտրությունների նախաշեմին հանդես կգա արդեն կազդուրված, հանգստացած ձեր տեսակետից։ Ես ասում եմ, որ ինքը սպառվել է, ինքը չպիտի լինի։ Կներկայանա ժողովրդին իր ծրագրով, կասի դուք հարկելով մեծամասնությունը գսեք այդ։ Այո, զինանշանը փոխում է, ես ենք անում, սահմանադրությունը նորից ինչպես ասեցի, ուղարկել եմ Ալիևը վիզա դանի, նոր դնեմ հանրաքվեի, թող ասի ժողովուրդը կընտրի իրան։ Թե ոչ։ Ես դեմ։
Նորից եմ ասում, Ռոբերտ Քոչարյանը դաշնակցությունը կասեմ եկեք մենք Ղարսի բանի հետևից, ժողովուրդը գտի։ Կամ Գիրանցով պիտի գնանք Ստեփանագերտ Բաքրապակած սրբազանի խոսույթներ։ Բոլորի համար ընդունելի է, ձեր համար էլ է ընդունելի։ Ընդունելի է ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի տարանցքի ուժերի համար, որովհետև արդեն Նիկոլ Փաշինյանը չունի վարչական լծակներ, չի ունենա վարչական լծակներ, եւ դուք չեք ասի, որ ինքը կիրառել է վարչական լծակներ։ Մենք կունենանք արդյունքում իշխանություն ձևավորված բոլոր ժամանակների ամենալեգիտիմ իշխանությունը։ Դե անենք, ինչ եք ուզում անեն։ Դուք ընտրվեք, ով որ ընտրվի մաքուր թափանցիկ Հալալը լայրեն։ Ես տարա իրանց։ Այս դրական ոգիով գավարդենք, շնորհակալ եմ պարոն Աղազարյան։ Հարգելի ագնտիրներ, այսօր հյուրս ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր, ավարտին նաև հորդորս տարածեցեք մեր դեսանյութը, լայք մսեղմեցեք, մեկնաբանություն մտողեք, բայց ընդունելի սահմաններում մեջ, այդպիսով խթանած բիդիլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի մնացես։